Համացանցում կայծակնային արագությամբ տարածված սահմռկեցուցիչ այս կադրերը ցնցել են ոչ միայն Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստը, այլև ամբողջ աշխարհը։ 30-ամյա սուդանցի փախստականը խոհանոցի դանակով հարձակվել է 40-ամյա տեղացի բնակիչներից մեկի վրա ու փորձել կտրել նրա գլուխը փողոցի մեջտեղում, սակայն անցորդները կանխել են սպանությունը։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են միգրանտին, իսկ դեմքի, պարանոցի ու Իրանի ծանր վնասվածքներ ստացած տղամարդը հոսպիտալացվել է։ Բրիտանական քաղաքում տեղի ունեցած բռնության ահասարսուր դեպքից ուշքի չեն գալիս հյուսիսիռլանդացիները։ Բելֆաստի բնակիչները չեն կարող հավատալ, որ իրենց երկրում ապաստան եւ պաշտպանություն ստացած ներգաղթյալից իրենք պետք է պաշտպանվեն։ Ձեռքին դանակ կար, որով հարվածում էր տղամարդուն։ Հետո նա ձեռքերը վեր պարզելով ինչ-որ բան էր գոռում իրենց լեզվով։ Այնուհետև ուզում էր դանակով կտրել կոկորդը։ Ես քարացել էի, չէի կարողանում հավատալ աչքերիս։ Այնպիսի վիճակ էր, որ չէի կարողանում նույնիսկ մոտենալ նրան։ Նա խելագարի պես էր վարվում։ Սարսափելի դեպքից հետո Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքը քաոսի է վերածվել։ Բելֆաստի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր բնակիչներ։ Ցուցարարները փակել են ճանապարհները, հրկիզելով մեքենաներ, ավտոբուսներ եւ տներ։ Բազմաթիվ փողոցներ թանձր ծխի մեջ են։ Անկարգություններ հրահրած ակտիվիստներից շատերը դիմակներով են, որոշ տեղերում նույնիսկ բախումներ են եղել իրավապահների ու ցուցարարների միջև։ Ամենուր ոստիկանական ու շտապ օգնության մեքենաներ են շրջում, հրշեջները չեն հասցնում մարել կրակը։ Երկրի իշխանությունը կոչ է արել դադարեցնել բռնությունը։ Ես հասկանում եմ մահափորձի դեպքի կապակցությամբ մարդկանց զգացմունքները, սարսափից մինչև զայրույթ։ Մենք ուժեղացրել ենք անվտանգության միջոցառումները հանրությանը պաշտպանելու համար։ Ոչ ոք չի ցանկանում, որ նման դեպքերը կրկնվեն։ Հետևաբար հանդարտության կոչ եմ անում։ Մենք պետք է կենտրոնանանք արդար հետաքննության վրա։ Այս պահին ունենք միայն մեկ ձերբակալված։ Դատապարտելով մահափորձի դեպքը երկրի իշխանությունը նաև քննադատել է բողոքի ցույցերը, դրանք անվանելով բացահայտ ավազակություն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հարձակումն անվանել է նողկալի, հավելելով, որ չի հանդուրժի փողոցներում նման սարսափելի տեսարաններ։ Բելֆաստի դեպքը ցնցել է ամբողջ Մեծ Բրիտանիան։ Միացյալ Թագավորության տարբեր քաղաքներում միգրանտների դեմ բողոքի ցույցեր են։ Ակտիվիստները պահանջում են արտաքսել անցանկալի հյուրերին։ Փողոց դուրս եկած բրիտանացիները բողոքում են կառավարության միգրացիոն քաղաքականությունից։ Շատերի կարծիքով այս իրադարձությունները բրիտանական հասարակության շատ ավելի խորքային, սոցիալական եւ քաղաքական հակասությունների արտաքին դրսևորումն են։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։